1850-ականներն էին։ Ջավախքի հայաբնակ Կարծախ գյուղը ծանր տարիներ էր ապրում։ Կարիքն ու չքավորությունը կրնկակոխ հետապնդում էին գյուղացիներին ու սովի երախը չընկնելու համար նրանք օրնիբուն չարչարվում էին, կռիվ տալիս բնության դեմ, որ իրենց բնորանի քարքարոտ ու լերքողերից մի քիչ հաց քամեն։ Դաժանակիր աշխատանքը այնքան ծանր էր ու անտանելի, որ տղամարդկանցից շատերը չէին դիմանում, թողնում էին հարազատ կողմերն ու բռնում պանդխտության ճամփան։ Սակայն բոլորին չէր բախտը ժպտում օտարության մեջ։ Ոմանք նրանցից տուն էին դառնում դատարկ, բայց դա էլ մեծ բարեբախտություն էր, քանզի ուրիշներից էլ հաճախ տարիներով եւ ոչ մի խաբրիկ չէր հասնում կարոտից այրվող տնեցիներին։ Եվ հետո միայն ընտանիքում լուր էին ստանում, թե իրենց ամուսինը, հայրն ու զավակը, իրենց տանսյունը, հիվանդությունից կամ ինչ-ինչ դժբախտ պատահարից հոգին ավանդել է այսինչ ժամանակ ու այնինչ կողմերում։ Վիշտ, սով ու որփություն էր այդուհետ սպասվում դժբախտներին։ Այդպես եղավ նաև Կարծախցի Բենկոյեն Ստեփանի ընտանիքի հետ, երբ ինքը մեռավ պանդխտության մեջ։ Նրա եղբայրը Մարտիրոսը բարեգաթաբար իր տուն տարավ որբացած 4 եղբորորդիներին, որոնցից կրտսերը Սերովբեն հազիվ 8 տարեկան էր։ Կյանքը դժվար էր ու Մարտիրոսը վճռեց մեկ բերան պակաս կերակրելու համար եղբոր այրուն կնության տալ ուրիշին, իսկ երեխաներին պահել իր մոտ ու աստիճանաբար ոտքի կանգնեցնել նրանց։ Գուցե Մարտիրոսն այդպիսով բարություն արեց մանչուկներին, բայց մորից զրկվելը նրանք շատ ծանր տարան, իսկ Մարտիրոսի չարասիրտ կինը փոխանակ գուրգուրելու որդերին անդադար ծեծում էր նրանց ու հալածում։ Մանավանդ շատ էր հասնում այդ ծեծուջարդից փոքրիկ Սերովբեին, հավերժ կիսաքաղց ու հյուծված այդ տղային, ում աչքերն ասես լցված էին տառապանքով ու ծով թախիծով։ Չի ապրի, փսփսում էին իրար ականջի համագյուղացիները, նվազ երեխա է, հիվանդով, սիրտն էլ կոտրված։ Այդ չարագույժ կանխազգացումների համար գյուղացիները մեղք չունեին։ Ժամանակներն էին այդպիսին։ Սովն ու հիվանդություններն իրեն զենք առած։ Մահը հնձում էր այն տարիներին գյուղերում, հաշվի չառնելով սեռ ու տարիք, ուր մնաց թե խնայեր քաղցած որդերին։ Եվ սակայն Սերովբեն ապրեց։ Սովն ու տառապանքները, ցավն ու թախիծը չսպանեցին նրան, այլ ընդհակառակը։ Նախախնամությունն ասես անցկացրեց նրա կյանքն այդ ու հետագա փորձությունների միջով, որպեսզի կոփի հոգին ու միտքը, որպեսզի ճակատագրով իրեն ի վերուս տրված շնորհն ամրացնի կյանքի խորունկ իմացությամբ ու իմաստնությամբ, որպեսզի հավերժ հուշի նրան մարդկային տառապանքների մասին ու նրա ամոքող քանքարին ճանապարհ բացի դեպի մարդկանց կոտրված սրտերը։ Ոչ ոք Կարծախում չէր կարող ենթադրել, որ փոքրիկ հորթարած որփուկը Սերովբեն կապրի աննման մի կյանք, կապրի ու կապրեցնի ուրիշներին, հազարավորներին, սերունդներին, բոլոր նրանց, ում սպեղանին էր լինելու նրա երգը, ուզառատ ու հոգեթով, վսեմ ու բարձր, պարզ ու միևնույն ժամանակ հանճարեղ։ Լսելով այն, մարդիկ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, պանդուխտ թե հողագործ, ռամիկ թե ազնվական, հիացումից արցունքոտ աչքերով եւ թեթևացած սրտով բացականչելու էին. Օրհնվի անունդ ու հիշատակդ, Ջիվանի։ Հաճախ շատ շատերին թվում է, որ այս միտքը, որ արտահայտել է այս մեծ բանաստեղծը, գրողը, ինքն էլ կարող էր այդպես անել, որովհետև նա շատ պարզ է գրել։ Բոլորին հասկանալի, ամենահասարակ մարդուն անգամ հասկանալի լեզվով, սակայն այդ վիճակված է միայն հանճարներին։ Այս առումով իհարկե Ջիվանին այս հանճարների ցանկում է, որը խոսում է ժողովրդին ամենահանրամատչելի լեզվով, ամենահասանելի լեզվով եւ նրան փոխանցում իր հոգու տվայտանքները, որոնք կերտվում են իր ժողովրդի դառն ճակատագրի գոյությունը ապրելու ճանապարհին։ Անգնահատելի է Ջիվանու մեծությունը եւ կարծում եմ թե նա ճիշտ այդպես էլ մեր ուսումնասիրողների կողմից գնահատված է, թեև
յուրաքանչյուր սերունդ Ջիվանու մեծությունը կգնահատի եւ նրա խաղերի երգերի մեջ կգտնի, նրա երաժշտության մեջ կգտնի նորանոր շերտեր բացահայտելու համար ահա նրա մեծությունը։ Հանճարեղ Սայաթնովայից հետո հայ աշուղական արվեստը չի ճանաչում ավելի մեծանուն, քան Սերովբե Ստեփանի Լևոնյանը, նույն ինքը Ջիվանին։ Նա դարձավ հնամենի այդ արվեստի ամենաերևելի ներկայացուցիչը, հայկական աշուղական նոր դպրոցի հիմնադիրն ու մինչև օրս չգերազանցված ռահվիրան։ Ասել, թե Ջիվանին նորարարություն բերեց հայկական գուսանական երգարվեստ, նշանակում է գրեթե ոչինչ չասել։ Մինչդեռ հենց Ջիվանին վաստակեց աշուղական երգի համար դասական արվեստ կոչվելու իրավունքը։ Բավական է նշել, որ նրա երգերից ու հորինած եղանակներից մեծապես օգտվեցին իրենց ստեղծագործություններում Կոմիտասը, Եղմալյանը, Կարամուրզան ու Բրուտյանը, իսկ ռուս գրականության ամենաականավոր դեմքերը, որոնց թվում Մաքսիմ Գորկին, Նիկողայոս Մարը, Վալերի Բրյուսևն ու Ալեքսանդր Բլոկը Ջիվանուն ճանաչեցին որպես իր ժամանակի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկը։ Իր մահից հետո Ջիվանին թարգմանվել է եվրոպական ու արևելյան լեզուներով։ Բազմիցս տպագրվել է, եւ նրա արվեստի լայն հրապարակայնացման գործընթացը չի դադարում մինչև օրս։ Ես այսօր շատ հպարտ եմ, որ կարողացա կողմնորոշվել եւ զբաղվել Ջիվանու ժառանգությամբ եւ ինձ համար պարզաբանեցի, իսկ հետագայում անշուշտ մեզ բոլորիս համար, որ Ջիվանու ժառանգության մոտավորապես 1/3-ը տակավին անտիպ է։ Եվ ընդամենը վերջերս մենք կարողացանք այդ անտիպ երգերը ամփոփել այս ժողովածուի մեջ, որը անկեղծորեն համարում եմ իմ կյանքի գիրքը, որովհետև սրանից ավելի լուրջ աշխատանք չեմ պատկերացնում, թեպետ անելիքներ դեռ շատ ունեմ, բայց Ջիվանին իմ պաշտամունքն է եւ ես կարողացա նրան մատուցել իմ համեստ ծառայությունը հայ ժողովրդի ստեղանին դնելով Ջիվանու այս պատկառելի հատորը։ Ջիվանի անհայտ երգեր, որի մեջ ամփոփված են 400-ից ավելի շուրջ 450 անհայտ երգեր եւ պատառիկներ։ Խելքի աշեցեք, ձախորդ օրերը, Բաղաղբյուրի մոտ, Հայրենիքի ջուրը, Ծիրանի ծառ, Ջիվանու ստեղծած աննման երգերը մինչև օրս ապրում են հայության մեջ ու շարունակում են թողել իրենց քնքուշ մեղեդայնությամբ, խոսքերի հուզականությամբ եւ խորիմացությամբ։ Որտեղից այդ ամենը գեղչուկ ինքնուզ բանաստեղծի ու երգահանի արվեստում։ Մի մարդու, ով իր ծխական դպրոցում ուսանելուց բացի չէր ստացել այլ կրթություն, եւ սակայն տիրապետում էր հայերենին այնպես, ինչպես միայն եզակիներն իր ժամանակակիցներից։ Նա գերազանց գիտեր մի շարք արևելյան լեզուներ, տիրապետում էր գրափարին, սերտել էր հայոց պատմագրությունը, հունական ու հայկական դիցաբանությունը, հռոմեական անտիկ շրջանի գրական կոթողները, նաև հայկական ու արևելյան ժողովրդական երգարվեստն ու նույնիսկ որոշ չափով եվրոպական դասական երաժշտությունը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ջիվանին հիրավի ֆենոմեն էր, ունիկում հայ մշակույթի պատմության մեջ, նաև մինչև օրս չբացահայտված մեծագույն առեղծված, որի հայտնությունն ու գործը այնպիսի անջնջելի հետք էին թողել հայության կյանքում, որ ժողովուրդը պաճուճել էր մեծ աշուղի անձն ու ճակատագիրը առասպելներով։ Բախտի քվյատուփից վիճակ եմ հանել, դուրս է եկել ախտն ու հառաչանքը ինձ։ Ջիվանին ծանր ճակատագիր էր ունեցել։ Նա ծնվել էր 1846 թվականին Գարցախում, հողագործ Բենկոեն Ստեփանի ընտանիքում։ Նրա ավազանի անունն էր Սերովբե, բայց հայրը իր կրծերին փաղաքշաբար Ջիվանիկ էր կանչում։ Հետագայում տուրք տալով հորհիշատակին, աշուղը հենց այդ անունով էր ներկայանալու հանրությանը, հանելով միայն վերջին կտառը։ Այդպես էր գոյանալու հանրահայտ Ջիվանի ստեղծագործական կեղծանունը։ Հոր մահը կյանքի առաջին դաժան հարվածը եղավ մանկանը։
Սակայն նրան վիճակված էր որփին բաժին հասնող դառնությունների գավաթը ըմպել մինչև վերջ։ Հորեղբոր պահանջով մայրը թողեց Սերովբեին ու նրա եղբայրներին եւ ամուսնացավ հարևան գյուղից ինչ-որ մեկի հետ։ Գյուղում հիշում էին, թե ինչ լացուկոծով էին Բենկոյենց երեխաները ճանապարհ դրել սիրելի մորը, եւ թե ինչպես էր հետո ամեն առավոտ փոքրիկ Սերովբեն դուրս վազում մոր գնացած ճանապարհի վրա ու ափը ճակատին դրած, ժամերով սպասում, թե գուցե մայրը կվերադառնա։ Հետագայում որ փածած մանկան այդ ապրումները իրենց արտացոլանքն էին գտնելու Ջիվանու հանրահայտ մայրիկ երգում, որը որդիական զգացմունքներն արտահայտող ամենաերևելի գործերից է ողջ հայ գրականության մեջ։ Ջիվանին է ծնվել է ստեղ, մեծացել է, հայրը մահացել է, իրենք ունեցել են անասուններ, հնձել են, բերել են, երեխեն օգնել է հորեղբորը, հորեղբերներին լավ է աշել, չնայած հողոպկինը քիչ կոպիտ եղե, բայց հորեղբերը ամեն անգամ պաշտպանել է, մինչև մեծացել է այդտեղ են։ Այս տներում մեջ իրենք ապրել են, այդ նեղ տներում մեջ է, իսկ մենք ենք շինել, իսկ հնութին չէ, հնութինը այդ գումն է, ջերկորը, մեգելիկը, իրենց ընված տեղը թնդրի տունը։ Ինչսի, մետ կան գիտեմ ես էդոնց մասին, թե իրենք լավ մարդիկ են եղել, շնորհքով հասագոմ մարդիկ են եղել, լավ մարդիկ են եղել, Բենգոյաններում մեջը անուն են ունեցել։ Ես այդ անունով այդ մարդկանց շատ եմ հարգել ու քերեսի։ Հորեղբայր Մարտիրոսի կինը շատ չարասիրտ էր, եւ Ստեփանի զավակները չարան նրանից քնքշանք ու ջերմություն։ Ընդհակառակը, նա ամեն օր առիթով ու անառիթ ծեծում էր որբերին, մանավանդ Սերովբեին։ Գլխին ստացած ծանր ու ցավոտ հարվածները պատճառ դարձան, որ ապագա աշուղը դեռ մանկուց ձեռք բերի տեսողության հետ կապված հիվանդություն։ Հայտնի է, որ Ջիվանին տառապում էր կարճատեսությամբ։ Դաժան ու զրկանքներով լի մանկությունը ընդմիշտ իր կնիքը թողեց Սերովբեի հոգում։ Թախիծը, մելամաղձոտությունը երբեք չէին լքում նրան, եւ հետզհետե ավելի ու ավելի ուժգնանում էր նրա ձգտումը միայնության։ Նա չէր մասնակցում իր տարեկիցների խաղերին, խուսափում էր ընկերների հետ հավաքույթներից, փոխարենը ժամեր շարունակ շրջում էր գյուղի մոտակա բլուրներում ու դաշտերում ու երգում էր։ Երգը փոքրիկ Սերովբեի միակ սփոփանքն էր ու սիրելի զբաղմունքը։ Նա հիասքանչ ձայն ուներ եւ զարմանալի հիշողություն, անմիջապես վերարտադրում էր մեկ անգամ լսածը։ Դες երեխեն փոքրուց որբի մնացել։ Մայրը ամուսնացել է Տադեշ գյուղում։ Ինքը մնացել է հորեղբորը մոտ։ Հորեղբերն է մեծացել։ Տվել է Չոբան։ Չոբանը խոր գիտես, հովիտ, պորտերուն հովիտ։ Այստեղ են շատ կերտակիչ կուկա մի օր քնիգը։ Այդ նորո գյուղ մտնիկ, բլա ջամը երևի գիտեք, ջամը սարկած այդտեղ։ Այդտեղ են այդտեղ քվում գալի։ Շատ կքնի, քիչ կքնի, մեկ է տեսնում բիզա մարդ կուկա։ Տղա ջանքս ինչի ես քնի այստեղ, վեր կաց։ Քեզ շնորհք եմ տվել։ Քսե պապ ինձ ինչ շնորհք ես տվել։ Քսե ես քո գլխում նիկոդ իք եմ լցել, կորեք, որ երթասկու հացդ վերջնական գտնի։ Ջիվանու մանկության ընկեր Աբետիս Պողոսյանի վկայությամբ փոքրիկ Սերովբեն մի անգամ տախտակի մի կտոր եւ ձյու պոչից կտրած մի փունջ մազ բերեց Խոզապին լճի ափ, ուր մանուկները հորթեր էին արածեցնում եւ ասաց, թե սազ է պատրաստելու։ Եվ մինչ երեխաները խաղում էին, նա միտեղ առանձնացած սարքեց այդ սազ կոչեցյալը ու սկսեց նվագել ու երգել իր օրեղբորից լսած մի երգ։ Ավաղ, ասում էր Աբետիս Պողոսյանը, մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին։ Շուտով պատանու ձիրքն ու սերն առ երգը նկատեց հանրահայտ աշուղ Սիային, ով ծնունդով կարծախցի էր։ Նա առաջարկեց Սերովբեին աշակերտել իրեն ու սովորել նվագել քյաման ու ջութակ, ինչպես նաև յուրացնել տաղաչափական ձևերը։ Սերովբեն մեծ ուրախությամբ արձագանքեց այդ առաջարկին եւ ուսման մեջ դրսևորեց այնպիսի ժրաջանություն ու ընդունակություններ, որ շատ շուտով նույնիսկ գերազանցեց իր ուսուցչին։ Օրերից մի օր ես Սիաուն հրավիրին գայքու մսման աշուղներում, որտեղ հրավիրին իք
Գենդիրա գյուղը։ Ինձ հրավիրին այստեղան գուլակսը։ Չորքսը ես եկան վարգետ քույդետ։ Ես կակոդին նայ։ Լավը դու ինձ ի՞նչ դիգաս ինձ ամոթանկոր դիտաս։ Լավքսը դու գնես քույդեվիցդ գուքան։ Թակուն կերտա հասնի ենդիղ ճամփեն կորցնեգը։ Ճամփեն կորցնեգը հարցնելով բանով կերտա ենդիղ ու արդեն հավաքվելին աշուղները երկինգը հերթով երթա հասել աշուղ սիան։ Սիայքսը հերթը քեզի հասավ։ Չորքսը դու բիդի նեբանում հորիլես։ Այդ падիվարին այդ հալյետին ինչ է կախած։ Սեյսը գիտեմ բանկասիկ։ Այդ քս աշկետս գիտի։ Քսը որ աշկետ, աշուղ սիան գելի կերտային տեն բերե քսը տղա սիպիսիկ։ Քսը եսե քու հետևիտ կուքայ։ Այդ սազը տղենգը երկե, սազը կարնե աշուղ սիային ինչ։ Սազը կուդա աշուղ սիան, քսը ինձ միդա։ Դու թուրքի իքում աշուղին։ Թուրքի աշուղ վերցնե սազը նվիրեգը էստեղի։ Քսը ար սազը սալալելի կեզի։ Որ քսե դու ժետի ու հայլու էտյունը դու գիծատ է։ Ինչ էր դրած քսե։ Միջին է վարին է տոբրակ քսե, միջին է լոբյա։ Այդտեղին է հանելուգը հանեգը։ Սազը կուդանես որ նոյն սազը ետ կուդան։ Քսե չէ, ես շատ ներողութին, ես հələ փոքր եմ, քու սազը չեմ կարա վերցնել։ Ես էդի գինիկուշ աշուղի ջարմեն եմ քաշեին ուստիս, էդի բան չէ։ Հարազատ Կարծախում, որ պատանին կատարեց իր առաջին երգերը, բոլորը գիտեին արդեն, որ Բենկոյեն Ստեփանի որդին բավականին շնորհալի աշուղ կարող է դառնալ, սակայն Կարծախը ընդամենը մի գյուղ էր, որում աշուղի համբավ ձեռք բերելը դեռ ոչինչ չէր նշանակում, այլ բան էր ճանաչելի դառնալ Կարծախից դուրս, ուրիշ գյուղերում եւ մանավանդ քաղաքներում։ Այդ մասին Սերովբեն կարող էր միայն երազել, քանզի չքավոր պատանու համար նման հեռանկարը թվում էր անիրականանալի, բայց եւ այնպես բախտը նրան ընձեռեց փոքրիկ մի հնարավորություն։ Օրերից մի օր իր հորեղբոր եւ մի քանի համագյուղացիների հետ Սերովբեն մեկնեց Ալեքպոլ, ներկայիս Գյումրի, բերքը վաճառելու։ Պատանու համար դա առաջին ճամփորդությունն էր իրենց գյուղից դուրս, այն էլ դեպի այնպիսի մի քաղաք, ուր ապրում եւ ստեղծագործում էին ժամանակի ամենահամբավավոր շատ աշուղներ՝ Ջամալին, Ֆիդային, Պայծառեն, Զահարին, Մահլուլը, Մավջիվանը, Էհրաթին եւ շատ ուրիշներ։ Սերովբեն հորեղբորից գախնի իր հետ Ալեքպոլ տարավ իր ջութակը, եւ երբ կարծախցիները հասան քաղաքի շուկա, նա ծլկեց Մարտիրոսի կողքից ու հարցուփորձ անելով գտավ Կարապետ եւ Հովանես Տալյանների հայտնի սրճարանը, ուր այն ժամանակ կազմակերպվում էին աշուղական մրցելույթներ։ Ո՞վ ես, որտեղից, երգել գիտես, ծիծաղում էին սրճարանատերերը, չերքեզկայով, մորթե բարձր գլխարկով ու տրեխներով զուգված 17 տարեկան տղայի երեսին։ Ի պատասխան այդ ծաղր ու ծանակին Սերովբեն չասաց եւ ոչ մի խոսք, այլ սկսեց երգել իր օրինաց գործերից մեկը։ Մի քանի ստեղծագործություն էլ կատարեց ուրիշ աշուղների երգացանքից։ Սրճարանի տերերն ու հաճախորդները մնացին շվարած։ Նման կատարումներ աշուղական արվեստի կենտրոն Ալեքպոլում դեռ ոչ ոք չէր լսել։ Եվ մինչ նրանք կուզեին իմանալ, թե ով էր այդ շնորհաշատ պատանին, տղան անհետացավ նույնքան անսպասելի, ինչպես եւ հայտնվեց սրճարանում։ Սերովբեն վերադարձավ Կարծախ, բայց նրա սիրտը կարծես մնացել էր Ալեքպոլում։ Տալյանների սրճարանում ունեցած շռնդալից հաջողությունը հուսադրող էր, բայց ինչպես հիմնավորվել քաղաքում, ում հովանավորությանը ապավինել գոնե սկզբնական շրջանում։ Այդ հարցի պատասխանը գտնվեց ինքնին։ Կարծախ եկավ երիտասարդ, բայց արդեն անվանի աշուղ Սազային Աղաջանը։ Սերովբեի երգը մի անգամ լսելուց հետո նա հիացավ ու առաջարկություն արեց սկսնակ աշուղին համատեղ շրջիկ համույթ կազմակերպել եւ ելույթներով հանդես գալ Անդրկովկասի տարբեր բնակավայրերում։ Հենց այդպես սկսվեց երիտասարդ Սերովբեի արվեստի ախտարշավը հայության մեջ։ Շնորհաշատ աշուղի, ում այդուհետ բոլորը պիտի ճանաչեին Ջիվանի անունով։ Ջիվան, ազգիդ հավատարիմ ծառայ է, տեղը եկավ, մինչև կյանքը տնծայ է։
Ջիվանու այս խոսքերով կարելի է բնորոշել նրա բովանդակ ստեղծագործությունն ու կյանքը, որոնք նա հիրավի, անմնացորդ ընծայեց հայ ժողովրդին ու մշակույթին։ Աշուղն այն ժամանակներում սոսկ երգասաց չէր, ում գործն էր մարդկանց միայն զվարճություն ու հետաքրքիր ժամանց պարգևելը։ Աշուղ լինելը առաքելություն էր, կոչված քարոզելու եւ ամրագրելու հասարակության մեջ բարոյական նորմերը եւ խարազանելու, ձախկելու արատավոր երևույթները։ Ջիվանին պատվով ստանձնեց այդ առաքելությունը եւ իրան նման երգերում խտացնելով համամարտկային հազարամյա փորձով թրծված արժե համակարգը, աստվածաշնչյան ճշմարտություններն ու մեծ իմաստունների բարոյախոսությունը հայ հանրությանը եւ առանձին անհատին դիմեց կյանքում արժանապատիվ ու բարոյական վարք որդեգրելու կոչով։ Աշուղական արվեստի գլխավոր թեման սերն է։ Աշուղ բառը ինքնին մեզ հուշում է այդ երևույթի, աշուղ երևույթի կրողի էությունը։ Աշուղ կնշանակի սիրահար։ Ուրեմն, եթե պատմական խոր անցյալում մեր գուսանները երգում էին թագավորների, զորավարների մասին, նրանց քաջագործությունների մասին եւ փառաբանում էին նրանց, ապա աշուղական արվեստը, որ 1000 տարի նրանից հետո է եկել, սիրո արվեստ է։ Այս ամենը ասելով ուզում եմ հավելել հետևյալը, որ Ջիվանին այո աշուղ էր եւ մեծ աշուղ, սակայն որքան էլ տարօրինակ է Ջիվանու 1200 ստեղծագործությունների մեջ հազվագյուտ են սիրո թեմայով գրված երգերը։ Եվ եթե շատ ուշադիր լինենք եւ խորամուխ լինենք տողատակերին, կտեսնենք, որ սիրո արտահայտության այդ դրսևորման խոսքերի մեջ նորից հայրենիքն է եւ հարազատ ժողովուրդը։ Հալածողներին բարեսրտություն, հալածյալներին անչարություն, գոռոզներին խոնարհում, իշխանավորներին համեստություն, հանցավորներին ապաշխարանք։ Այս էր Ջիվանու տված պատգամն ու խրատը մարդկանց։ Նրա ողջ բարոյախրատական փիլիսոփայությունը խարսխված էր մարդասիրության գաղափարախոսության վրա։ Մարդը նրա համար գերագույն ու առանցքային արժեք էր, եւ մարդու անձի ու իրավունքների ոտնահարումը Ջիվանու աչքերում հավասարազոր էր բնության եւ կեցության բովանդակ համակարգի դեմ հանցանք գործելուն։ Սերն ու կարեկցանքը մերձավորների նկատմամբ այդ նույն կեցության համակարգի պահպանման միակ գրավականն էր, այնքան անհրաժեշտ աշխարհի անսասան գոյության համար, որքան օդը, արևի ջերմությունը, լույսը։ Այս մտորումներն ու իմաստաշունչ եզրահանգումները Ջիվանին իր լսարանին էր մատուցում պատյանավորելով չքնաղ ու վեհաշունչ մեղեդիների մեջ, քաջ գիտակցելով, որ լսարանի միտքը նվաճելն ու նրան համոզմունք ներարկելը չունի ավելի հավաստի ճանապարհ, քան զգացմունքայնության եւ հոգու ամենանուրբ լարերին դիպչելը։ Եվ իրոք, իրենց ողջ էությունը գերում էր Ջիվանու մարդասիրության, բարոյականության քարոզը։ Իրավացի են նրանք, ովքեր ասում են, թե Ջիվանու երգերը սերունդներ են դաստիարակել բարության, բարոյականության, սիրո եւ կարեկցանքի ոգով։ Կյանքիս մեջ ես վատություն տեսած չեմ։ Ինձ հարգել է միշտ պատվական Թիֆլիսը։ Արդեն 70-ականներին երիտասարդ Ջիվանին համբավավոր աշուղ էր համարվում բովանդակ Անդրկովկասում։ Այդ ժամանակ նա հաստատվել էր Թիֆլիսում եւ իր խմբով ժամանակ առ ժամանակ շրջագայում էր Անդրկովկասյան մարզերի մեծ ու փոքր բնակավայրերում։ Ամենուր մարդիկ մեծ ջերմությամբ էին դիմավորում նրան եւ պատվում իր անզուգական կատարումների համար։ Ջիվանուն հատկապես սիրում էին Թիֆլիսում, ուր Կարապետ Սանոյանի սրճարանում կազմակերպվող նրա ելույթներին գտնվելու համար տեղացի հայերը, վրացիներն ու թուրքերը միջոցներ չէին խնայում, եւ սակայն նրան ավելի շատ էր ձգում Ալեքպոլը, որը հնիպես աշուղական կենտրոնի համբավ ուներ Ռուսա-Հայաստանում եւ համապատասխան ճաշակիտ էր լսարան։ Ջիվանին առաջին իսկ առիթն ընձեռվելուն պես թողեց Թիֆլիսը եւ ժամանեց Ալեքպոլ։ Այստեղ նրան ընդունեցին մեծ խանդավառությամբ։ Բավական է նշել, որ այն նույն Հովանես Տալյանը, ում սրճարանում շատ տարիներ առաջ իր կյանքի անդրանիկ ելույթն ունեցավ այն ժամանակ դեռ պատանի Սերովբեն, այժմ համաձայնեց աշուղին կնության տալ իր դստերը Աշխենին։ Ամուսնությունը կայացավ 1872 թվականին։
Ջիվանին Աշխենից ունեցավ 6 զավակ, 2 աղջիկ, Արաքսիային ու Հրիփսիմեին, եւ 4 որդի՝ Գարեգինին, Գուրգենին, Պարույդին եւ Լևոնին։ Հետագայում որդիները բոլորն էլ նշանավոր մարդիկ պիտի դառնային, հատկապես Գարեգինը, ով հայկական սովետական սոցիալիստական հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր։ Հենց նա էր լինելու իր հանճարեղ առաջին կենսագիրներից մեկն ու նրա արվեստի վերլուծաբանը։ Երգը առանց եղանակի ունայն է, եղանակը առանց երգի լոկ ձայն է, երգը եղանակով գործը կլայն է, եղանակն էլ պարտական է լավ երգին։ Ալեքբորի աշուղները, չնայած Ջիվանու երիտասարդությանը, գրեթե անմիջապես ընդունեցին նրա առաջնությունը իրենց շարքերում։ Դրա համար կային բոլոր նախադրյալները։ Ջիվանին առաջինն էր, ով ազատեց աշուղական լեզուն պաճուճանքներից եւ օտարացին բառերից։ Նաեւ մի կողմ նետեց արևելյան ավանդական մեղեդիներն ու իր երգի համար մշակումներ արեց օգտվելով հայկական ժողովրդական եւ հոգեվոր երաժշտությունից, նաեւ դասական եվրոպական երաժշտ արվեստից։ Նա առաջինն էր նաեւ, ով կատեգորիկ հրաժարվեց արաբերեն, ֆարսերեն ու թուրքերեն սիրավեպեր գրելուց։ Փոխարենը խորամուխ եղավ գրափարագիր տաղերի մեջ ու յուրացնելով հայ դասական տաղաչափության ձևերը, սինթեզեց դրանք աշխարհավարին, այդպիսով ստեղծելով հայկական նոր աշուղական դպրոցի հիմքերը։ Մինչև վերջերս մշտապես գործածվում էր այն գաղափարը, որ Ջիվանուց մեզ հասել են 7-ից 800 ստեղծագործություններ։ Սակայն մոտ 2 տասնամյակ եւ ավելի առաջ, երբ ես ավարտեցի կոնսերվատորիան եւ մեկ ընդմիշտ կողմնորոշվեցի զբաղվել աշուղական արվեստով եւ մտա Չարենցի անվան գրականության արվեստի թանգարան, ուսումնասիրեցի ոչ միայն Ջիվանու արխիվը, այլ նաեւ հայ աշուղների, Գարեգին Լևոնյանի ու շատերի, Շարատալյանի եւ եկա մի լուրջ եզրակացության, որ եթե մեկը ցանկանում է խորամուխ լինել հայ աշուղական արվեստի մեջ, ապա ուսումնասիրելով Ջիվանու արվեստը իր համար ամեն ինչ պարզաբանած կլինի, որովհետև Ջիվանին իր մեջ ներառեց ողջ աշուղական արվեստը իր հնարանքներով, իր կանոններով, ձևերով, տաղաչափական կառուցվածքներով, ընդհուպ երաժշտամտածողությամբ։ Նորարարությունների, ինչպես նաև ժողովրդի մեջ տարածված աննախադեպ համբավի համար Շիրակի ավագ ու երիտասարդ սերունդները ներկայացնող աշուղները անվերապահորեն ու միահամուռ Ջիվանուն կնքեցին ուստաբաշի կոչումով, այսինքն վարպետ աշուղների ավագ, աշուղների մեծամեծ։ Դա մեծ պատիվ էր եւ միևնույն ժամանակ հսկայական պատասխանատվություն։ Եվ Ջիվանին այդ կոչմանը արժանանալով արդարացրեց բոլորի սպասումները։ Նա գլխավորեց իր արհեստակիցներից կազմված նորաստեղծ միությունը, յուրատեսակ մի համքարություն, որի նպատակն էր գուսանական արվեստը որոշակի ուղղության վրա դնելն ու ներքին կանոնադրություն մշակելը։ Այդ միավորումը պայքար սկսեց հայ աշուղների միջավայրում տարածված օտարամոլության եւ հայկական ավանդական երգարվեստի աղավաղումների դեմ։ Իր հիմնադրած միության ներուժն օգտագործելով Ջիվանին նախաձեռնեց նաև առաջին հայկական աշուղական դպրոցի ստեղծումը, որն ինքնին աննախադեպ երևույթ էր հայության միջավայրում։ Այդ դպրոցում Ջիվանին անձամբ էր դասավանդում նորեկներին, հաճախ նաև փորձված գուսաններին, սովորեցնում էր նրանց նվագել ջութակ ու քյաման։ Տաղաչափության դասընթացներ էր տալիս, ինչպես նաև ուսուցանում էր խոսքն ու մեղեդին միմյանց ներդաշնակելու դժվարին արվեստը։ Այդ դպրոցը հսկայական դեր էր ունենալու հայկական աշուղական արվեստը դասականացնելու եւ սերնդներին անաղարտ փոխանցելու գործում։ Եթե չլիներ Սայաթնովան, չէր լինի նաև Ջիվանին, չէր լինի նաև Հավասին, չէր լինի նաև ընդհուպ մինչև Աշոտը, Շերամը եւ մյուսները։
Ոստի եւ Սայաթնովայի մեծությունը այստեղ կայանում է դրանում։ Ուրեմն Սայաթնովան առաջին հայալեզու հայագիր աշուղն է, որից հետո Ջիվանին, մեր մեծը, որի առաջ մենք խոնարհվում ենք, կարողացավ հայալեզու աշուղական արվեստը դարձնել ազգային արվեստ, ազգային սեփականություն։ Եթե Սայաթնովան իր խաղերի մեջ ներկայանում է որպես հայ բանաստեղծ, հայ գուսան, հայ աշուղ, նշելով իր հայկական ծագումը, Սայաթնովան ինքը հայ է, իր հավատին ամուր կանգնած եւ բազմաթիվ դրվագներ է բերում Աստվածաշնչից, հայ պատմությունից եւ այլն, Ջիվանին ինքը ամբողջովին ներծծված էր հայ կյանքով, անգամ հայ ազատագրական շարժումների ոգով եւ իսկապես ինքը աշուղական գուսանական արվեստը դարձրեց ազգային արվեստ։ 1880-ականներն ու 90-ականները հայկական աշուղական երկարվեստում նշանավորվեցին Ջիվանու հեղինակության նոր թռիչքով։ Իրավի այդ ժամանակներում հայ իրականության մեջ չկար մեկ այլ մարդ՝ գրող, նկարիչ, դերասան, հասարակական գործիչ կամ բանաստեղծ, որ Ջիվանու չափ ժողովրդականություն վայել էր։ Նրա անունը բարիբուն իմաստով թնդում էր քաղաքներում ու գյուղերում։ Նրա երգերը մարդիկ իրար էին փոխանցում ձեռագրերով ու բերնեբերան։ Ջիվանու ամեն մի նոր ստեղծագործություն ինչ որ մեկից լսելն ու անգիրանելը արդեն մեծ բարեբախտություն էր, իսկ անձամբ նրան տեսնելն ու լսելը մեծ պարգև։ Համընդհանուր ճանաչումը նա վաստակել էր իր արվեստում շոշափվող հարցադրումների շրջանակի լայնության շնորհիվ։ Շրջանակ, որը հավասարապես ներառում էր հասարակության, ազգի եւ անհատի կյանքի բոլոր ոլորտները՝ սեր, ընտանեկան երջանկություն, եղբայրություն, հայրենասիրություն, բնության գովք, սոցիալական անարդարության խարազանում, անբարոյականության դատապետում։ Ջիվանու արվեստը ասես խրատների, խորհուրդների ու սպեղանու հսկայական մի շտեմարան լիներ, որից յուրաքանչյուր ոք, ով կցանկանար, կարող էր պատասխան գտնել իրեն հուզող հարցերին, նաև լսել իրեն համակած զգացմունքների արձագանքը։ Ջիվանին կարծես հորդառատ ու պաղ մի աղբյուր լիներ, որ իր կենսատու ուժով հագեցնում էր դժվարին ճանապարհից ու գիզի չարևից հոգնած ամեն մի անցորդի ծարավը։ Կենսատու աղբյուր։ Հենց այդպես էին բնութագրում նրա անձը ժամանակակիցները, եւ այդպիսին նա պիտի տպավորվեր ու մնար հայ ժողովրդի հիշողության մեջ։ Աշուղ Ջիվանին իր խմբով անընդհատ շրջագայությունների մեջ էր։ Հյուսիսային Կովկաս, Ղրիմ, Դոնի Ռոստով հրավերներն այնքան շատ էին, որ նա չէր հասցնում բավարարել իր արվեստի 100 հազարավոր երկրպագուներին։ 1895 թվականին նա ընտանիքով վերջնականապես տեղափոխվեց Թիֆլիս, որը հայ հասարակական ու մշակութային կյանքի կենտրոնն էր եւ որում գտնվում էր նրա ամենամեծ լսարանը։ Ալեքպոլի պես Թիֆլիսն էլ մեծ ուրախությամբ ընդունեց Ջիվանուն։ Սակայն, ինչպես ինքը համոզվելու էր հետո, ճոխ, աշխույժ ու շվայտայիտ քաղաքը արվեստագետների համար միայն արտաքուստ էր դրախտի նմանվում, բայց իրականում սպառում էր նրանց շնորհը, վայելում այն, հագուրդ տալիս իր զվարճասիրությանը եւ ապա ոտնակոխ անում նրանց անձն ու արժանապատվությունը։ Չնայած իր նյութական ծանր վիճակին, որը իմիջայլոց երբեք կյանքի ընթացքում չէր լքել Ջիվանուն, աշուղը սկզբնապես ջերմընդունելություն գտավ Թիֆլիսայի գործիչների միջավայրում։ Հատկապես մեծ իրադարձություն էր նրա ծանոթությունը առաջադեմ հայ բանաստեղծների ու գրողների Ղազարո Սաղայանի, Հովհաննես Թումանյանի, Աբետիք Իսահակյանի եւ այլոց հետ, ովքեր շուտով դարձան աշուղի ինքերներն ու նրա երկարվեստի ջերմ երկրպագուները։ Թումանյանի կազմակերպած գրական քննարկումներին եւ ճաշկերույթներին Ջիվանին ներկա էր լինում միշտ եւ այդուհետ հնարավոր չէր պատկերացնել մի հավաքույթ, որում նա բոլորի խնդրանքով չկատարեր իր կամ ուրիշ աշուղների ստեղծագործություններից մի քանիսը։ Հենց նման հավաքույթներից մեկի ժամանակ էլ, ըստ շրջանառվող մի լեգենդի, ծնվեց Ջիվանու ստեղծագործական գագաթներից մեկը՝ Քանքարավոր ընկեր երգը։ Իբր Աբետիք Իսահակյանը գինովցած, կես կատակ, կես լուրջ ասել էր Ջիվանուն, թե աշուղը բանաստեղծ չէ, քանզի իսկական բանաստեղծությունը վեր է ինքնուս աշուղների գրվածքներից։ Այնժամ Ջիվանին որպես պատասխան հենց տեղում, նույն րոպեին հնարել ու երգել էր ընկերոջ համար իր գլուխգործոցը։ Ես խսի եմ գործում, դու անտի
Եվ իսկապես, ով, եթե ոչ Ջիվանին, այդ համեստագույն, բայց եւ տաղանդավոր մարդը իրավունք ուներ ասելու, որ իր արվեստը իրավունք ունի ապրելու այնպիսի հզոր քանքարավորների գրականության կողքին, ինչպիսիք Իսահակյանն է, Թումանյանը, իսկ իրականում Ջիվանու արվեստը ոչ միայն ապրեց նրանց կողքին, այլև չստվերվեց նրանցից, չխամրեց նրանց փայլի տակ, այլ շողշողաց իրան կրկնելի ցոլքով, իրան նման հմայքով։ Խելքի հաշեցեք, ձախորդ օրերը, Ջիվանու այս եւ ուրիշ շատ երգեր, բովանդակ հայ գրականության ընտրան ու գոհարները դարձան։ Դրանց անապակու պարզ հայերենին, դրանց ոգեղենությանը, հմայքին ու իմաստնությանը կարող էր նախանձել ցանկացած հայ բանաստեղծ։ Եվ զուր չէր, որ ինքը Մեծն Թումանյանը համարում էր Ջիվանուն իր ժամանակի հայ գրականության ամենաերևելի դեմքերից մեկը։ Ի տարբերություն Սայաթ-Նովայի, Ջիվանին շատ ավելի կոնկրետ արձագանքեց երկրում տեղի ունեցող անցուդարձերին։ Ես իմ խոսքի մեջ ասացի, որ նա նույնիսկ հայ ազատագրական արևմտյան Հայաստանում տեղի ունեցող շարժումների ջերմ այսպես արձագանքողն էր, եւ այդ իմաստով էլ հենց նա իսկապես դարձավ ազգային հայ աշուղ եւ աշուղական արվեստը բարձրացրեց ահա ազգային արժեքների մակարդակին եւ ստեղծեց իսկապես բարձրագույն ազգային արժեքներ։ Այդ իմաստով պիտի գնահատել նրան որպես մեր առաջին, կարծում եմ թե ամենամեծ ազգային հայ աշուղը։ Ազատ, ուրախ նվագելուն չի քրաման, հայոց երգիչ, ձայնդ խեղտված ու լեզուդ կարճ, դուն ամբերան հայոց երգիչ։ 1900-ական թվականները աշուղ Ջիվանու կյանքի ամենադժվարին տարիներն էին, որոնցում ճաշակած դառնությունները իր համար համեմատելի էին միայն մանկության ժամանակ ունեցած ծանր ապրումների հետ։ Աշուղը, որի նվիրվածությունը հայրենիքի գաղափարին հայտնի էր բոլորին, ինքը հայտնվեց ցարական իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ջիվանու պարտքն էր իր քաղաքացիական դիրքորոշումով սատարել արևմտահայության ազատագրական շարժման զարթոնքին եւ արձագանքել այդ շարժմանը իր հայրենասիրական երգերով։ Սակայն գրաքննությունը չափից ավելի ջանասիրություն տեսավ նրա ստեղծագործություններում, որոնք իբր ցարիզմի դեմ ատելություն էին սերմանում հայության մեջ։ Աշուղին արգելվեց հանդես գալ նման բովանդակությամբ երգերով։ Նա անտեսեց արգելքը եւ ավելին, մի առիթով հանդգնեց Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել գայլացին։ Այդ բանից հետո նրա հանդեպ սկսվեց իսկական հալածանքը։ Ջիվանուն ամենուր հետևում էին ոստիկանության գործակալները, հետապնդում էին, սպառնում էին Սիբիր տարագրությամբ կամ սպանությամբ։ Մի քանի անգամ նույնիսկ արգրավել էին նրա ջութակը, միակ զենքը անիրավության դեմ պայքարում։ Հրապարակային ելույթների մասին այդուհետ խոսք լինել չէր կարող, որովհետև բոլորին կատեգորիկ արգելված էր բեմ ու լսարան տրամադրել այդ մարդուն։ Մտերիմներից շատերը խուսափում էին նույնիսկ բարևել նրան, վախենալով, որ իրենց էլ կհալածեն։ Բարոյական ու նյութական ծանր ճգնաժամը, որ ապրեց Ջիվանին, անտանելի էր։ Բոլորիս հասկանալի է, որ Ջիվանին ապրեց մի դարաշրջանում, երբ մեր ժողովուրդը զրկված էր պետականությունից եւ ցարական բարքերը իրենց խորը ազդեցությունն ու դաջվածքն էին թողնում նաեւ հայ ստեղծագործողների ստեղծագործության վրա, այսինքն շատ հաճախ նրանք դիմում էին այլաբանության, փոխանցելու, արտահայտելու իրենց ազգայնական չասենք, բայց այն մտահոգ գաղափարները, որոնք վերաբերում էին ազգի ճակատագրին։ Այդպիսիք շատ են նաև Աշուղ Ջիվանու մոտ, հենց նրա հանրահայտ խելքի հաշեցեք երգը, որը անշուշտ գրված է բոլոր ժամանակների համար, ոչ միայն ցարական կարգերում ապրող ժողովրդի կամ ժողովուրդների, այլ բոլոր ժամանակներում մարդկության բոլոր դրսևորումների, թե տարածքային, թե ժամանակային առումով, որովհետև այն ինչ նա փոխանցում է այդ երգի միջոցով, վերաբերում է մարդկային հարաբերությանը, որը
համարյա թե անփոփոխ է բոլոր ժամանակների համար։ Քանի ողջ ես, դառնություն է բաժինդ, երբ մահացար, կքաղցրանաս ջիվանի։ Նրա առողջական վիճակը, որ առանց այդ էլ բարվոք չէր, իշխանությունների սանձազերծած հալածանքներին զուգահեռ սկսեց օրստորե վատանալ։ Առատաձեռն ջիվանին, ով մշտապես կքած էր պարտքերի տակ, բայց եւ երբեք չէր զլացել իր գրպանի վերջին պարունակությունը բաժին հանել կարիքավորներին ու սովյաններին, ով իր բազում բարեգործական ելույթներով գումար էր հանգանակում որբանոցներին, հիվանդատաներին ու փախստականներին, այժմ հայտնվել էր մի այնպիսի կացության մեջ, որ անկարող էր նույնիսկ ցամաք հաց գնել ընտանիքի համար, ուր մնաց թե բուժվելու դեղ։ Մտերիմ ընկերներն էլ, Թումանյանը, Իսահակյանը, իրպես հալածյալների կարգավիճակում էին ու նույնիսկ կալանավորվել էին, այլապես նրանց օգնությունը չէր ուշանա։ Բայց շատերն էլ, որ առաջ մշտապես իր կողքին էին եւ հպարտանում էին համբավավոր աշուղի հետ ունեցած մտերմությամբ, այժմ երես էին թեքել նրանից եւ չէին ուզում ճանաչել։ Իր ողջ կյանքի ընթացքում մեծ աշուղը բազում առիթներ է ունեցել դատապարտելու իր հայրենակիցներին գնամեռի արիսիրեմ արատավոր սովորույթի համար եւ աչքի դեմ ունենալով բազմաթիվ օրինակներ տեսակետ էր պաշտպանել, թե անհրաժեշտ է անձնազոհ ու անկաշար ժողովրդական գործիչներին հարգել, գնահատել ու խրախուսել նրանց կյանքի օրոք, երբ նրանք ստեղծագործելու համար ջերմ ու հոգատար վերաբերմունքի, ոգևորության եւ խրախուսանքի կարիք ունեն։ Կենթանի մարդուն է արժան պատիվ, հարգանք, շքանշան, մեռած մարդու համար արձան, եղած չեղած մեկ հաշիվ է։ Մեծ աշուղը չէր կարող ենթադրել, որ իր ծաղրած արատավոր սովորույթը այդքան ուժեղ ու հարատև էր արմատավորված հայության մեջ, քանզի նա ինքը մեկը դարձավ այն տարաբախտներից, ում նեղության պահին օգնության ձեռք չմեկնեց ոչ ոք, բայց մահվանից հետո ամենուր տարածվեց նրա անվան գովքն ու փառաբանումը։ Մոտ կես դար շարունակ իր ժողովրդին ոգևորող, նրա վիշտն ու ուրախությունը, նրա խոհերն ու երազանքները իր երգով հավերժացնող աշուղ ջիվանին իր վախճանը կնքեց անօգնական, նյութական ու բարոյական ծանրագույն կացության մեջ, երկարատև ու մաշող հիվանդությունից հետո 1909 թվականի փետրվարի 24-ին Թիֆլիսում։ Նրա թաղման կապակցությամբ մշակ թերթը տպագրեց հայ հասարակությանն ուղված հետևյալ հայտարարությունը. Հիվանդ ժամանակ զուրկ լինելով նյութական օգնությունից, այժմ որ մեռել է, նույնքան դժվար դրության մեջ է ընկնում նրա թաղման գործը։ Պակասում է հայ գործչի թաղելու միջոց։ Հրավիրում եմ օգնության գալ եւ դիակը գոնե հողին հանձնելու տխուր գործին նպաստել։ Այս հայտարարությունը, որ շարադրված էր նման սրտառուչ կերպով ու կարեկցանք հայցող տոնով, գուցե այն օրերին շարժել էր հայ պատվարժան պարոնների գութը, սակայն ավելի ճիշտ կլիներ, եթե ապտակի պես նրանց քնած արժանապատվությունը շարժեր, քանզի հայ հասարակության լուր թողտվությամբ այդպիսի վախճանի արժանացավ մի զարմանահրաշանց, ով պարտական չմնաց իր պաշտած ժողովրդին, իր հոգու գանձերը լիաբուրըն տվեց նրան, դարձավ նրա անբաժան ուղեկիցն ու ընկերը ուրախության ու վշտի պահերին, պայքարի ու հաղթանակի մեջ։ Հենց այդպես ապրեց իր կյանքը Սերովբե Ստեփանի Լևոնյանը, նույն ինքը հանճարեղ աշուղ ջիվանին։ Մեր ժողովուրդը մեծեր շատ է տվել եւ այսպիսի ժողովրդի մշակութային կյանքի մեջ մեծ կայանալը շատ բարդ խնդիր է, սակայն այն վիճակված էր ջիվանուն, նախ ասենք մի պարզ աշուղի, բայց այդ պարզության մեջ անհասանելի խորքեր կան եւ ամենահեռուները թռչող տիեզերք, եւ ջիվանին կայացավ իբրև մեծություն ոչ միայն աշուղ, երկիչ, երկահան, այլ այս գեղեցիկ ճանապարհով նա իրեն դրսևորեց իբրև մեր ժողովրդի կյանքով, անցյալով, այդ անցյալի տառապանքով անցած
եւ մեր ժողովրդի լուսեղեն ապագան տեսնող ու նշмарող մարգարե եւ իմ փափագն է որ մեր ժողովուրդը ճանաչի Ջիվանուն եւ առաջնորդվի նրա մարգարեությամբ Ջիվանին ունի մի շատ նշանավոր ստեղծագործություն, որ բոլորիս քաչ հայտնի է ձախորդ օրերը Գուգանու Կերտան, դա մեր ժողովրդի լավատեսության լավագույն դրսևորումներից մեկն է, որ իսկապես ձախորդ օրերը Գուգանու Կերտան։ Այսօր էլ սիրելիներ մենք գտնվում ենք ձախորդ օրերի մեջ, տարբեր բնույթի եւ քաղաքական եւ տնտեսական եւ այլն, եւ այսօր էլ Ջիվանին մեզ օգնում է, նա մեր ժամանակակիցն է այսօր, օգնում է ասելով որ ձախորդ օրերը իսկապես Գուգանու Կերտան եւ այդ նույն բանաստեղծության մեջ նա ասում է երկիրը ուսյալ զավակին է փայփայում մորպես այսօր ես կարծում եմ երկիրը ուսյալ զավակին այնքան էլ չի փայփայում մորպես ես կուզեի այսօր արձագանքելով մեր Ջիվանուն այս մեր հաղորդման ծիրի մեջ խնդրել մեր երկրին, մեր երկրի տերերին, որ իսկապես հետևելով մեր այս մեծ հանճարին, իր ուսյալ զավակներին փայփայի որպես, որ նրանք չթողնեն ու չգնան արտերկիր, չգնան Ամերիկա, չգնան Ռուսաստան, Եվրոպա, չհարստացնեն ուրիշի մշակույթը, այլ զարգացնեն այն մշակույթը, որ ստեղծվեց Սայաթ-Նովայի, Ջիվանու եւ նրանց հետնորդների միջոցով։ Իղձերս կատարվեր, պարտքերս տայի, ոչ մի մարդու պարտական չմնայի, անհետ չկորչեի մահիցս հետո, վրաս նշան մեկ քար ես ունենայի։ Աշուղ Ջիվանի